Սիրելի ավադագիցներ, ողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ ողջունենք բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV-ի միջոցով։ Աստված օրհնե, առողջ պահե եւ հավատքով հաստատ պահե։ Մեր պաշտամունքները կշարունակվին Տերոջ շնորհքով ամեն գիրագի։ Եկող գիրագի կունենանք հայրերու օրվա նվիրված պաշտամունք ժամը 11-ին, իսկ ժամը 9:30 հայրերու օրվա նախաճաշ։ Ուրեմն անկերեն պաշտամունքը կմիացնենք հայրենին եւ կունենանք մեկ պաշտամունք ժամը 11-ին եկող գիրագի դերգամի եւ կանցադառնանք Աստծո փառք տալով նախ Հոր Աստծո եւ ապա մեր հայրերուն։ Երեք ասկարաջ ինչպես հայտարարած էինք Ladies Tea Party։ Երեք շատ հաջող ծրագիր ունեցան մեր երիտասարդուհիները եւ Աստծո փառք տանք իրենց համար, քանի նկարներ կան, այնքան ժպիտ կա թեմ կերնին, որ գերեւի ամեն քանի ամիս անգամ մեկ հատ ասանք ծրագիրը պիտի լա։ Շնորհակալություն եւ թող դեր ինք փառավորվի եւ մեծարվի եւ մեր հաջորդ ծրագիրը, որ քիչ ավելի ուշ պիտի լա, հոկտեմբեր 3-ն է մեր դարեգան ճաշկերույթը։ Աղոթող եղեք եւ նաեւ աղոթեցեք, երբ կալամիս մեր երիտասարդները իրենց ծառայությունը կունենան կեմպին մեջ, կեմպարևի մեջ։ Աղոթեցեք, որ ամեն բան սահուն ընթանա եւ ապահով երթան, մասնակցին եւ վերադառնան։ Այս բոլորին մեջ մենք Աստծո փառք տանք եւ գաղութենք, որ դերը ինք առաջնորդ է մեզ յուրաքանչյուր քայլափոխի մեջ։ Եվ եկող գիրագի հայրեր օրվա առիթով նաեւ COVID դպրոցի պարքինգն ալ վարձված է, դեպաբար ոչ մեկ հարց կա պարքինգի առնչությամբ։ Սիրելի ավադագիցներ, Աստծո խոսքին մեջ Ղուկաս ավետարան 16-րդ գլուխ 10-րդ համարին մեջ Տեր Հիսուս գսե. Ան որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ ալ հավատարիմ գլա, եւ ան որ քիչի մեջ անիրավ է, շատի մեջ ալ անիրավ գլա։ Գաբրինք աշխարհի մեջ եւ այնպիսի մշակույթը, որ լեցված է հանգարցական հաջողությամբ։ Այսինքն ամեն մարդ գուզե շատ արագ հաջողել։ Գփարապանենք մեկ գիշերվան մեջ ձեռք բերված հաջողություն։ Շատ արագ գուզենք ամեն բան դարածվի եւ հաջողություն գտնե համացանցի մեջ։ Եվ աշխարհ կարծես գփնտրե դպավորիչ, արդակին երևույթ, բայց Աստված կփնտրե հաստատունը։ Մարդը արածը կփնտրե թադերական վիճակը, երևույթ, բայց Աստված կպատվե գարկաբահը։ Եվ Աստծո արքայության տնտեսության մեջ մեծությունը չի սահմանվիր հավատքի մեկ հադիգով կամ հերոսական արարքով, գսահմանվի ամենօրյա հնազանդության լուր անդեսանելի ձևով։ Այս համարին մեջ, այս հատվածին մեջ Տեր Հիսուս գհեղաշրջե մարդկային տրամաբանությունը։ Տեր Հիսուս գհաստատե տնտեսության աստվածային օրենքը։ Մեծը միշտ բահված է բզդիգին մեջ։ Աստված մեր բացրաստակամությունը շատին համար մեզի չի քններ, շատ տալով։
Աստված կքննե մեր բացաստակամությունը դիտելով թե ինչպես գվարվենք քիչ բանի հետ։ Ուրեմն հարադեվությունը բարձրապես սովորություն չէ։ Անիկա մեր անդեսանելի հավատքին դեսանելի արտահայտությունն է։ Եվ այսօր պիտի տեսնենք, պիտի քննենք ծևումը աստվածային հարադեվության 4 սյուներ։ Դեսնելու համար թե ինչպես անսասան հավատարմությամբ ապրված կյանքը սովորականը կփոխե հավիտենականի։ Առաջին, հավատարմությունը կսկսի մարզուկներեն, փշտանքներեն։ Առաջին Կորինթացիս 4-րդ գլուխ 2-րդ համարին մեջ առաքյալը գսե ուստի դնդեսեն կբահանջվի, որ հավատարիմ ըլլա։ Հիմա այստեղ կործածված դնդես բառը հունարեն օյքոնոմոս բառը կնշանակե ուրիշիմը գալվածը գարավարող անձ։ Ուրիշիմը գալվածը գարավարող անձը դնդեսն է։ Հոս Բողոսարակյալ չսեր թե դնդեսեն կբահանջվի հաչողը լա, հրճագավորը լա, կամ մեծադաղանթը լա, դաղանթավոր անձը լա։ Կերակույն բահանջքը դնդեսեն հավատարմությունն է։ Հավատարիմը լա։ Եվ ճշմարիտ հարադեվությունը կսկսի այն բաներեն, որ կրնան գոչել փշտանքներ, մարզուկներ, ժամանակ, դաղանթ, միջոցներ, աննշան փոքր, որոնք նկատի մենք չենք առնել։ Շատ հաճախ լսած եմ անձերը գսեն, եթե ես $1 միլիոն ունենայի, արադացերնորեն կնվիրեի։ Ուրիշը մեկ անգամ ասավ, ատվելի ասավ, լոթերին եթե 10 միլիոն առնեմ, նոր եկեղեցի պիտի սկսենք։ Իսկ եթե այդ լոթերիան չելը ինչ կնենք, եկեղեցիները կկոծենք։ Հիսուս կփակե այդ փախուստի թուրը։ Դեր Հիսուս կսե, եթե անհոգ ես, անդարբեր ես, 1 սենտին, անհոգ և անդարբեր պիտի լաս 1 միլիոնին ալ։ Եթե ամենափոքրին անդարբեր անհոգ ես, ամենամեծին ալ անհոգ և անդարբեր պիտի լաս։ Օրինակ առնենք մոզաիկը։ Երբ մոդեն նայինք մոզաիկի այս խճանկարին, կտեսնենք աբագի մանր գդորներ, գոդրդած, ծայրը սուր։ Եթե առանցին վերցնենք այս գդորները, անօգուտ է, անիմաստ է, իրականության մեջ կգարձես թափվելիք է։ Բայց երբ հերվեն նայինք մոզաիկին, գեղեցիկ պատկերն կտեսնենք։ Եվ այդ փոքր գդորները կով-կովի շարված գեղեցկությունը մեջտեղ կփերը։ Սերներ մեր ամենօրյա մարզուկները, փշտանքները գրնան նկատվել մեր աղոթքի ժամը, մեր թաքուն ծածկված բարգեշտությունը, մեկը չի դիտեր մեզ, և մեր հարաբերությունը, մեր ընտանիքին հետ, մեր հարևանին հետ, մեր բարեկամին հետ, մեր խոսելու ցևը, մեր վարվելակերպը, ապրելակերպը, մեր գործին մեջ, մեկը չտեսներ մեզ։ Մի արհամարհեք բզդիկ մանր փշտանքները մեր կյանքին։ Աստված կգիտե եւ Աստված գիտե թե ինչպես կվարվենք մարզուկներուն հետ։ Նախքան մեծը մեզի վստահի։ Երկրորդ, հավատարմությունը կգառուցվի ցանցրույթի միջոցով։ Գաղատացիս 6:9-ին մեջ կգարտանք, «Փարիկ
կործել են չցանցանանք, քանզի հարմար ժամանակին պիտի հնցենք, եթե չթուլնանք։ Գիտեք, հարադևության մեծակույն թշնամին ցախողությունը չէ։ Հարադևության մեծակույն թշնամին ցախողությունը չէ, ցանցանալն է։ Մենք ապրենք շատ արագ գոհացումներու աշխարհի մեջ։ Հոգևոր հասունությունն ու դևական աստեցությունը մեզ կպահանջեն դոգալ հավատարիմ մնալ միօրինողության մեջ։ Պողոս առաքյալ Փարիզ սերմ ցանողին մասին գկրե։ Սերմ ցանելը գտնվող աշխատանք է։ Գպահանջե պիտի ծրիս, պիտի հողը փորես, սերմը ցանես, պիտի ծածկես, պիտի չրես եւ պիտի սպասես։ Շաբաթներ գանցնին։ Դակավին փամը մեջտեղ չկա։ Ցանցանալու փորձությունը մեծ է։ Նույն բանը պիտի ունես, կցանցանաս, բդուղ չկա, արդյունք չկա։ Երևակայեցեք, Չինաստանի այդ մեծ բադը, այդ հրաշալիքը, հազարավոր մղոններ, ինչպես կառուցվեցավ, մեկ օրվան մեջ չեղավ, արդասովոր ցևով մեջ չեղավ, ցանցացուցիչ գղմինդր, կովը գղմինդր, աղույս, կովը աղույս։ Եվ պատկերացեք հոնգ աշխատիս կորձավորմը և իր կորսն է, բիդի տնե 445,000-ի չեմ գիտեր որ մեկ աղույսը գղմինդր այդ բադին մեջ։ Մեկը չի տեսներ, այդ ամայության մեջ, լերդերուն մեջ։ Եթե այդ գղմինդրը հոն չի տրվի, ամբողջ բարիսպը գրնա կանթվիլ։ Ցանցացուցիչ, բայց հավատարմություն։ Հոգևոր կյանքը այս ընթացքն է սիրելիներ։ Գրնանք շատ արագ ցանցանալ հոգևոր կյանքին մեջ։ Աղոթեցի մեկ շաբաթ, երկու շաբաթ պատասխան չստացա։ Այսինչ բանը փորձեցի անել 1, 2, 3 չեղավ, ցանցանալ։ Ըսկուշելանք, հոգևոր աճումը հարադևության մեջ է։ Որքան կհարադևենք, այնքան գաջինք հոգևոր կյանքին մեջ։ Հավատարմությամբ հարադևություն։ Եվ հավատարմությունը երրորդ կետ գփխի հորմեն, հոր աստուծմե։ Երեմիա մարգարեության մեջ, ողբ Երեմիա, գգարտանք երրորդ գլուխ 22-23 համարներու մեջ։ Դերոջը ողորմությամբ չհադանք, վասնզի անոր քտությունը չբացեցավ, անոնք ամեն արդուկ գնորոքվին քու ճշմարտությունդ, Եբրայերենի մեջ հավատարմությունդ է, քու հավատարմությունդ մեծ է։ Ողբերու գիրքը գրվեցավ Երեմիա մարգարեին կողմէ, Երուսաղեմը փլադակտերու մեջ, քաղաքը գործանված, դաջարը այրված, ժողովուրդը կերի դարված, եւ մարգարեն իր այս բոլոր վիճակները տեսնել է իդ ճշմարտության գերտը։ Աստուծո հավատարմությունը գախյալ չէ մեր բարակաները։ Աստված հավատարիմ է, նույնիսկ երբ մենք դժվարությունների մեջ ենք։ Աստված հավատարիմ է, նույնիսկ երբ մենք հիվանդ ենք։ Աստված հավատարիմ է, նույնիսկ մենք անհաջող ենք։ Աստված հավատարիմ է, մեր ինչ բարականեր որ ունենանք։ Աստված դակավին հավատարիմ է։ Եվ չենք կրնար սագարգել Աստուծո հավատարմությունը։ Եվ այս հավատարմություն բառը Եբրայերենի մեջ
կնշանակե հաստատուն, գայուն, վստահելիություն։ Եվ Աստված միակն է, որ չի քնանար, հանգիստ չունի, հավատարիմ, եւ իր շնորհքը, ողորմությունը, հավատարմությունը ամեն օր գնորոք է հավատացյալին կյանքը։ Ամեն արդու պետք ունենք այդ հավատարմության, որովհետեւ մենք շարունակենք հավատարիմ լալ հարադեվությամբ։ Եվ հավատարմությունը գավարդե այնինչ, որ սկսած է։ Փիլիպեցիներու նամակին մեջ կգարտանք այս մասին վստահ լալով, թե ան որ ծեր մեջ բարի կորսմը սկսավ, մինչև Հիսուս Քրիստոսին օրը պիտի կատարի։ Ուրեմն սերներ հարադեվությունը գչապվի վերջնակիցով։ Գիտեք, շատ թյուրին է մրցումը, մրցավազքը սկսիլ։ Բայց շատ ավելի կարևոր է ավարտել այդ մրցավազքը, հասնել վերջի կիցին։ Եվ այսօր ցավի սիրտ մեր մշակույթը լեցուն է մարդոցմով, որոնք լավ սկսնակներ են, լավ գսկսին, բայց դգար գավարտեն։ Որոշում գարնենք, պիտի աղոթենք, մեկ օր, երկու օր, երեք օր գսկսենք դգարանալ։ Որոշում պիտի առնենք Աստվածաշունչ պիտի գարտանք, մեկ օր, երկու օր, երեք օր կսկսենք դգարանալ։ Որոշում գարնենք բետ եղած սննդականոնը մեր ֆիզիկական մարմին, մեկ օր, երկու օր, երեք օր կսկսենք դգարանալ։ Սերդողության խմբակ, մեկ օր, երկու օր, երեք օր կսկսենք դգարանալ։ Ծառայությունը կսկսենք դգարանալ։ Եվ խանդավառությունը մարի կգործընծնենք այդ ուղղությունը։ Բայց փառք Աստուծո, որ կծառայենք Աստուծոն, որ ավարտող է, գես չի ցկեր։ Գիտեք, քանթագակորսը եթե առնենք, գաշխատի մարմարե հսկա գդորիմը վրա։ Եթե աշխատանքի գիսուն այցելես իր դերը, իր ատիլիեն, որ աշխատանոցը, գտեսնես փոշի, գտեսնես քարի գդորներ, հոսհոն, գնայիս այսպես սկսես որքան ցախող քանթագակորձն է։ Մինչ այդ քանթագակորձը հերվեն գժբդա եւ տուն այդպես գարդը հայտվիս, որովհետեւ գիտե թե ինչպես պիտի ավարտե եւ գշարունակե մուրջը կամ արդել եւ լավակույն ցևով մեջտեղ հանե դարբեր դեսակ քանթակը։ Հավանաբար մեզ մեջ շատեր այսօր գիսավարտ ծրագրիմը բես կսկանք, այսինքն ես շատ անհարադև եմ, աղոթեցի, բայց դգարացա, այսին չըրի, բայց դգարացա, չգրծա շարունակել, սիրելի քույրեր եղբայրներ, հիշեցեք, որ Աստված դագավին գքանթագե մեզ, գհրգե մեզ եւ ինչ որ սուր գդորներ կան գհերացնե փարգության, հբարդության, նախանցի, վախի, հուսահատության եւ մեզ գծեվավորե իր որդին պատկերով, ոչ թե աշխարհի պատկերով։ Ուրեմն որովհետեւ Աստված գմերժե հրաժարիլ մեզ մենք ալ իրմով գրնանք ուժ գտնել մերժելու Աստուծմե հրաժարիլ։ Եզրակացնենք։ Եվ այս կյանքի ընթացքը այսպես կշարունակվի, Աստված կքանթագե մեզ իր որդվույն պատկերին հասնելու եւ վերջավորության հասնենք հավիտենականության շեմին, թագավորած թագավորին առջև։ Գիտեք, դեր Հիսուս պիտի չնայի մեր աշխարհիկ ինքնագենսակրականին։ Այսինքն պիտի չսե բեր նայում ռեզյումետ ինչպես է աշխարհի մեջ։ Նայում CV-տ ինչպես է, նայում որքան հաջողություն կդար, նայում որքան լայք ունեցար social media-ի վրա, նայում որքան ինչ ասի պիտի չարցնե Հիսուս։ Քանի հետևորդ ունեիք,
պիտի չի հարցնե։ Տրամադան հաշիվը որքան մեծ էր, պիտի չի հարցնե։ Քանի մրցանակ շահեցար, պիտի չի հարցնե։ Պիտի նայի մեր աչքերում, պիտի քննե մեր սիրտը։ Եվ պիտի սա այդ ամենահզոր, ամենազորավոր խոսքերը, որ մարդկային հոգին այդ ժամանակ կուզե լսել։ Պիտի սա ապրիս, բարի ու հավատարիմ ձեռը։ Դուն որ քիչ բանի մեջ հավատարիմ եղավ, քեզ շատ բաներու վրա պիտի գեցնեմ, մտիր Տիրոջը ուրախությանը մեջ։ Չափանիշը նայեցեք, հավատարմություն։ Ուրեմն սիրելի քույրեր, եղբայրներ, չցանցանանք մարզուկներեն, փշրանքներեն, չհանձնվենք ցանցացուցիչ վիճակներում։ Ամուր գարչինք մեր հոր հավատարմության եւ վստահեցեք, որ պիտի ավարտե այն փառավոր գործը, որ սկսավ մեր մեջ։ Ուրեմն հարադեվության զորությունը բարձրապես այս է, մեր փոքր հնազանդությունը ամեն օր տնել մեծ Աստուծո ձեռքերում մեջ։ Ամենափոքրը Աստուծո ձեռքերում մեջ։ Բայց եթե մենք զբես այնքան մեծ տեսնենք, զասված շատ բզդիկ կտեսնենք եւ չենք կրնար Աստծո ձեռքերում մեջ դեղավորվել։ Մեր փոքրը մեծ Աստուծո ձեռքերում մեջ եւ հրաշքներ պիտի տեսնենք։ Ուրեմն հարադեվություն, consistency, հարադեվություն, հարադեվությամբ հավատարմություն իր փառքին համար։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար գաղութենք։ Զիքոյ է արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգուին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներում, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ հավիտյանս, ամեն։